Ազգային ժողովի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, նիստին հետևող սիրելի հայրենակիցներ։ Հայկ Կոնջորյանը, ով որ հավակնում է ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնին, նախորդ գումարման ազգային ժողովում ղեկավարել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Այդ խմբակցության պատգամավորների մեծ մասը վերընտրվել են եւ հիմա նորից այս գումարման ազգային ժողովում նույն անուն խմբակցության պատգամավորներ են։ Միայն այդ խմբակցության պատգամավորների քվեարկության արդյունքում նախորդ գումարման ազգային ժողովը ընդունել է մի նախադասություն, որի վերևում գրված է օրենք, բայց չունի իհարկե օրենքի կառուցվածք, բովանդակություն, իրավակարգավորումներ, ավելի շուտ հռչակագիր, որը ազդարարում է Հայաստանի Եվրոպական միության անդամակցության ձգտումների եւ ցանկությունների մասին։ Եվ նպատակը բնականաբար, չնայած որ դա հակադիր է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը, որը ստորագրել է եւ ուժի մեջ է Նիկոլ Փաշինյանի կողմից 20 թվականի հուլիսին, այնուամենայնիվ ձգտումը Եվրոպական միության եւ արժեհամակարգին միանալն է։ Ես կարծում եմ մեծ բարեբախտություն է Հայկ Կոնջորյանի համար, որ Հայաստանը առայժմ Եվրոպական միության անդամ չէ, որովհետև Եվրոպական միության անդամ լինելու դեպքում կամ նրա անդամության չափանիշների մոտ լինելու դեպքում հաստատ Հայկ Կոնջորյանը եւ նաեւ այդ խմբակցության իր ղեկավարած նախկինում եւ հիմա ներկայացրած խմբակցության բազմաթիվ պատգամավորներ ազգային ժողովում չէին լինի, որովհետեւ Հայաստանում կլինեին ժողովրդավարական ընտրություններ։ Իր ժողովրդավարական ընտրությունների պարագայում այս խորհրդարանը կունենար սկզբունքորեն այլ կառուցվածք։ Ես դժվարանում եմ ասել առհասարակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շեմ կհաղթարեր, թե չէ, որովհետև մինչև իշխանության լինելը այդ կուսակցությանը առանձին ընտրություններին մասնակցելով, կարծեմ միայն համայնքի անվանումը չեմ հիշում, ներեցեք, Արարատի մարզի մի գյուղում համայնքի ղեկավար, նոր գյուղում, միայն այնտեղ է հաջողություն ունեցել այն տեղական ընտրություններում։ Այսինքն ժողովրդավարությունը դա է նշանակում։ Եթե Հայաստանը լիներ Եվրոպական միության անդամ կամ դրան մոտ երկիր, ապա Հայկ Կոնջորյանը պարզապես չէր առաջադրվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության կողմից այս բարձր պատասխանատու պաշտոնում, որովհետև եվրոպական երկրներում հանրային ծառայողների, անկախ դրանից, թե նրանք որ պաշտոններն են զբաղեցնում, անգամ ամենափոքր սկանդալները, որոնք ունեն իրենց մեջ կոռուպցիոն բաղադրիչ, որոնք կապված են ընտանիքի անդամների հետ, որոնք կապված են ամենաթողության, ապօրինությունների հետ, եւ այդ սկանդալների շուրջ մամուլի հրապարակումները դրանք անհետևանք չեն մնում։ Շատ ժամանակ կուսակցությունները իրենք են որոշում կայացնում իրենց կուսակցության շարքերից այդ մարդկանց հեռացնելու մասին կուսակցությանը չարատավորելու համար։ Իհարկե մամուլի հրապարակումներն էլ են տարբեր լինում, բայց կան մամուլի կայքեր, ուրեմն հարթակներ, որոնց հրապարակումները երբեք կասկածի տակ որևէ մեկը չի դնում։ Ես այս քննարկումներից առաջ վերստին նայեցի հետք EM լրատվական կայքի շատ ծանրակշիռ լրագրողական հետաքննության արդյունքները, որը վերաբերում էր Հայկ Կոնջորյանի շուկայականից ակնհայտ ցածր գնով առանձնատան ձեռքբերման գործարքին, ընդ որում այդ ընկերությունը, որտեղից նա ձեռք էր բերել, հենց կապված է իր եղբոր անվան հետ, ընդ որում եղբայրը ավականու անդամ Աբովյանում, շինթույլտվությունը տվել Աբովյանի քաղաքապետ, ես մոտարապես այնը բառացի չեմ ցիտում, այդ հրապարակումները հետքում կան, ավելի, այսինքն ես կոչ եմ անում այդ հրապարակման, այսինքն ստույգ տեղեկությունները նայել այդ աղբյուրներից, բայց նաև այդ կառուցապատման ժամանակ նաև Աբովյանի համայնքի ղեկավարի ինչ-որ ընտանիքի անդամներն են նաև ընդեղից բնակարան ձեռք բերել եւ այլն։ Եվ հիմա նաև գալիս է այստեղ քիչ առաջ խոսվեց նաև տիկնոջ պաշտոնավարման հետ, ու պարզ է, չէ, որ սա բացառիկ դեպք չի, սա միայն Հայկ Կոնջորյանին չի վերաբերում։ Սա ընդհանուր ընդ որում ունի նաև հակառակ ուղղություն, այսինքն այս իշխանության ներկայացուցիչները ընտանիավարության կոռուպցիոն սխեման գործածում են ոչ միայն իրենց բարեկեցության ապահովման համար, այլ նաև հակառակի համար, այսինքն դիմախոսներին լռեցնելու, նրանց նեղություն պատճառելու համար։ Օրինակ իմ քրոջ որդին երկար ժամանակ մրցույթային հիմունքներով մինչև Կոնջորյանի կնոջ ղեկավարումը Հայփոստ ընկերության Վայոց ձորի եւ Սյունիքի մարզային կառույցի ղեկավարն էր, եւ նա պաշտոնից հեռացվել է միայն այն բանի համար, որ իր քեռին
զբաղվում է անդիմադիր քաղաքական գործունեությամբ։ Այսինքն այս ամենը նաև իր հակադիր կողմ ունի։ Կա նաև օրինակ, ասենք իմ ընտանիքի մեկ այլ դրվագ, որը վերջերս մեծ աղմուկ բարձրացեց, կապված իմ քրոջ պաշտոնավարման հետ, որը 22 տարի պաշտոնավարում էր Դեղերի փորձագիտական կենտրոնում, հանդիսանում է առողջապահության համաշխարհային կազմակերպության միակ փորձագետը Հայաստանում։ Եվ նա պաշտոնից հեռացվել է, ուշադրություն, ընտրության հաջորդ օրն է նրան առաջարկվել հեռանալ պաշտոնից միայն այն բանի համար, որ ես նրա եղբայրն եմ, բայց ես ջերմագրուպում էի դեռևս աշխատում, երբ նա տնօրենի, փոխտնօրենի պաշտոնն էր զբաղեցնում։ Այսինքն այս բացասական երևույթները իրենց երկու կողմերն ունեն եւ երկուսն էլ ցավոք սրտի ունեն այս բացասական ընկալումները։ Հիմա կանք Հայկ Կոնջորյանի պաշտոնավարմանը որպես պատգամավոր նախորդ գումարման ազգային ժողով։ Իմ ձեռքի տակ է ազգային ժողովի նախագահ 21 թվականի Ալեն Սիմոնյանի որոշման բովանդակությունը, որով ստեղծվել է Ալեն Սիմոնյանի կողմից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը ղեկավարել է ինքը Ալեն Սիմոնյանը, այդ հանձնաժողովի կազմում է եղել նաև պարոն Ռուբինյանը, նաև պարոն Կոնջորյանը, ԿՊ խմբակցության ժամանակվա քարտուղար Հովհաննիսյանը, այդ հանձնաժողովի կազմում են եղել ԿՊ-ից Էդուարդ Աղաջանյանը, Հակոբ Արշակյանը, Սիսակ Գաբրելյանը, Մերի Գալստյանը, Հայկ Կոնջորյանը ասեցի, Արթուր Հովհաննիսյանին ասեցի, Վահե Ղալումյանը, Լիլիթ Մինասյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հերիկնաց Տիգրանյանը եւ Անդրանիկ Քոչարյանը։ Օրինակ ինձ, եթե ընդգրկված ես ազգային ժողովի որևէ կառույցում, հանձնաժողովում, նշանակում է ամեն անգամվա վարձատրությունը, որ մենք պիտի ստանանք, նաեւ ստանում ենք այն աշխատանքի համար, որ մենք իրականացնում ենք հանձնաժողովներում։ Հիմա Հայկ Կոնջորյանը ամբողջ այս պաշտոնավարման շրջանում ստացել է աշխատավարձ նաև այն բանի համար, սա իհարկե վերաբերում ազգային ժողովի խոսնակին եւ մյուսներին, որ թվարկեցի, որ նաև աշխատել են այդ հանձնաժողովում։ Օրինակ ինձ հետաքրքիր է, պարոն Կոնջորյանին ապփոփիչ խոսքում կասի, թե այդ հանձնաժողովը քանի նիստա գումար է։ Սա ես չեմ ստեղծել այդ հանձնաժողովը, իմ ցանկությամբ չի եղել, դա իրենք են ստեղծել, ազգային ժողովի նախագահն է ստեղծել։ Եվ եթե ստեղծել է, նշանակում է կարևորել է նրա նշանակությունը, ֆունկցիոնալ գործունեությունը, եւ ես ուզում եմ իմանամ, թե ինչ գործունեություն է ծավալել այդ հանձնաժողովը։ Իդեպ, երբ որ ես որպես քաղաքացի ընդունելություն էի խնդրում падգամավորներից, այդ թվում Ռուբինյանից եւ Մերժման է առաջանում, նաեւ այս հարցի պատասխանն էի ուզում ստանալ, որը այդպես էլ որևէ մեկից չստացա։ Իմ ձեռքի տակ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որը սահմանում է, թե յուրաքանչյուր պետական պաշտոնյա, այդ թվում մենք ինչքան վարձատրություն պետք է ստանան։ Հետևաբար այս օրենքով սահմանված վարձատրության չափից մեկ լումա ավել որևէ հանրային ծառայող այս օրենքով սահմանված պետք է չստանա։ Ես հիմա խնդրում եմ Հայկ Կոնջորյանին եւ նաեւ այս դահլիճում նախկինում падգամավոր աշխատած ցանկացած մարդու, հատկապես ընդդիմադիր խմբակցության ասեմ ընդդիմադիր, ցանկանում եմ, որ իրենք լինեն ընդդիմադիր խմբակցության падգամավորներ, մի պարզ գործողություն կատարեն։ Այսինքն իրենց աշխատավարձը համադրեն, մինչև հիմա ստացած հայտարարած աշխատավարձը համադրեն այս օրենքի կարգավորումների հետ։ Եվ տեսնեն, թե նրանք այս պետությունից ինչքան փող են ստացել եւ ինչի համար։ Իսկ եթե հարցում ենք, ասում ենք, թե ինչի համար եք ստացել այդ փողը, պարզում է, որ դա ստացել են սխալվելու համար։ Եվ ինչ հարցում են նրանք սխալվել, հայրենիքի։ Այսինքն 18 թվականին իրանք ունեցել են հայրենիքի նկատմամբ այլ պատկերացումներ եւ զգացողություններ, հետո պարզում է, որ սխալվել են հայրենիքի հարցում հնարավոր չի սխալվել։ Տարբեր հարցերում հնա, բայց հայրենիքի հարցում զգացողությունները այնպես հիմնավոր են, որ նրանցում սխալվել երբեք չի կարելի։ Հայրենիքի կարելի է դավաճանել։ Ոչ բոլոր մարդիկ են դա անում։ Կան մարդիկ, ովքեր հակառակն են անում։ Իրենց կյանքն են տալի հայրենիքը պաշտպանելու համար։ Իսկ կան մարդիկ, ովքեր ուրիշների զոհողությունը, ուրիշների զոհաբերությունը, ուրիշներին տնավեր դարձնելը դարձնում են իրենց հարստության աղբյուր։ Այդպիսի մեկն է Հայկ Կոնջորյանը։ Այդպիսիներից մեկն է Հայկ Կոնջորյանը։ Ես 168 EM-ում ունեի 2 թողարկում, շարունակելու եմ այն անպայման, կոչվում է տնասեր տնավերները։ Վերաբերում է այն մարդկանց, ովքեր հատկապես տուն են ձեռք բերել 23 թվականի Արցախի շրջափակման ողբերգությունից եւ դրանից հետո։ Այսինքն մարդիկ, ում որոշումներն ու գործողությունները դարձել է
100 հազարավոր մարդկանց տնավեր դառնալու պատճառ, բարձում է, որ իրանք սկսել են տուն առնել հատկապես նրանց այդ ողբերգության շրջանում։ Դա վերաբերում է նաև Հայկ Կոնջորյանին, դա վերաբերում է նաև Վահագ Ալեքսանյանին, դա վերաբերում է Ռուբեն Ռուբենյանին, մարդկանց, ովքեր ուզում են նստել ազգային ժողովի նախագահությունում։ Ստեք այդ ժամանակ ես տուն չեմ ձեր բերել, բարեսրեք ձեր տեղը։ Մի անգամ էլ ստեր խոսեք, դատի եմ տալու ձեզ։